Վերջին զանգը հեռուստասերիալն ավարտվեց բարձր ռեյտինգային ցուցանիշներով, դառնալով վերջին տարիների ամենաքննարկվող նախագծերից մեկը։ Յուրաքանչյուր օր հազարավոր հեռուստադիտողներ անհամբեր սպասում էին հերթական սերիային, սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ էին ծավալվում կերպարների, սյուժետային շրջադարձերի, անսպասելի բացահայտումների շուրջ։ Սերիալը ոչ միայն դիտվում էր, այլ ապրում էր, դառնալով մարդկանց առօրյայի մի մասը։ Վերջին զանգը կարողացավ ստեղծել յուրահատուկ մթնոլորտ, որտեղ միախառնվում էին երիտասարդական դրաման, ընտանեկան կոնֆլիկտները, սիրո, դավաճանության, պայքարի և ինքնահաստատման թեմաները։ Յուրաքանչյուր կերպար ուներ իր ճակատագիրը, իր ցավն ու պայքարը, ինչն էլ սերիալը դարձրեց իրական ու մոտ հեռուստադիտողին։ Պատահական չէ, որ ավարտից հետո շատերը նշում էին, որ սերիալից բաժանվելը հեշտ չէր։ Սերիալի ավարտից անմիջապես հետո հետաքրքրությունը տեղափոխվեց դեպի հաջորդ նախագիծ։ Սցենարիստ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը խոստացավ, որ հունվարին հեռուստադիտողներին սպասվում է նոր, լիովին այլ տրամադրությամբ սերիալ։ Այդ խոստումն արդեն իսկ մեծ սպասում առաջացրեց, քանի որ նրա նախորդ աշխատանքները բազմիցս ապացուցել են նա գիտի ինչպես պահել ինտրիգը և ստեղծել բարձր դիտելիություն։ Նոր սերիալը կրում է «Գոյամարտ» անվանումը, որն արդեն իսկ հուշում է սպասվող լարվածության, ներքին ու արտաքին պայքարի մասին։ Անունը խորհրդանշական է, պայքար ոչ միայն մարդկանց միջև, այլ նաև մարդու ներսում արժեքների, ճշմարտության, գոյատևման ու ընտրության միջև։ «Գոյամարտը» խոստանում է լինել խորը, հոգեբանական, լարված ու էմոցիոնալ նախագիծ, որտեղ յուրաքանչյուր հերոս կանգնելու է բարդ ընտրության առաջ։ Այս պահին դեռ գաղտնի է մնում դերասանական կազմը, չեն բացահայտվում ոչ գլխավոր դերակատարների անունները, ոչ էլ կերպարների նկարագրությունները, ինտրիգը միտումնավոր պահվում է, որպեսզի հետաքրքրությունը առավելագույնս աճի։ Սոցիալական ցանցերում արդեն սկսվել են գուշակություններ, ովքեր կարող են հայտնվել նոր սերիալում։ Կտեսնենք արդյոք վերջին զանգից սիրված կերպարներին, թե դերասանական կազմը լիովին նոր կլինի։ Մի բան ակնհայտ է՝ «Գոյամարտը» լինելու է սերիալ, որը փորձելու է բարձր նշաձող սահմանել հայկական հեռուստասերիալների ոլորտում։ Սպասվում են նոր սյուժետային շրջադարձեր, անսպասելի զարգացումներ, ուժեղ դրամատիկ գծեր և կերպարներ, որոնք կստիպեն մտածել, վեճերի մեջ մտնել ու քննարկել յուրաքանչյուր սերիա։ Հունվարը խոստանում է լինել թեժ։ Վերջին զանգի ավարտը փակեց մի պատմություն, բայց «Գոյամարտը» բացում է նոր էջ՝ լի պայքարով, գաղտնիքներով, ճակատագրական որոշումներով։ Հեռուստադիտողին սպասվում է նոր փորձություն կրկին կապվել էկրանին և ապրել հերոսների հետ նրանց ամենադժվար պահերը։ Դիանա Գրիգորյանը հերթական անգամ ապացուցում է, որ իր համար յուրաքանչյուր նոր նախագիծ պարզապես հերթական սերիալ չէ, այլ ինքնուրույն աշխարհ, նոր մտածողություն և պատասխանատվություն հեռուստադիտողի առաջ։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի նոր նախագիծը թե որակապես, թե ասելիքով էապես տարբերվի նախորդից, չքրքնելով անցած ճանապարհը, մնալով նույն ձևաչափի շրջանակներում։ Յուրաքանչյուր սցենարային տող ծնվում է երկար մտածումներից, վերանայումներից, երբեմն կասկածներից ու վերապրումներից։ Անքուն գիշերները նրա աշխատանքի անբաժան մասն են դարձել։ Ժամեր շարունակ որոնվում են ճիշտ բառերը, ճիշտ զարգացումները, կերպարների ներքին տրամաբանությունը։ Երբ մյուսները հանգստանում են, ստեղծագործական խոհանոցում շարունակվում է լուռ, բայց լարված աշխատանքը։ Նկարահանումները ևս հեշտ չեն անցնում՝ լարված գրաֆիկ, բարձր պահանջներ, մանրուքների նկատմամբ խիստ ուշադրություն։ Ամեն կադր, ամեն տեսարան պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլև խոսում, փոխանցի գաղափար, զգացմունք, ներքին լարվածություն։ Երբեմն մեկ տեսարանը կրկնվում է բազմիցս, մինչև կհասնի այն որակին, որն իրեն ու թիմին կհամոզի՝ սա հենց այն է, ինչ պետք է հասնի հեռուստադիտողին։ Դիանա Գրիգորյանի համար կարևոր է, որ սերիալը պարզապես դիտվող չլինի, այլ մտածելու տեղիք տա։ Նրա նախագծերում հերոսները սև ու սպիտակ չեն, նրանք ունեն սխալներ, ներքին հակասություններ, մարդկային թուլություններ։ Այդ ամենը պահանջում է խորը մոտեցում, հոգեբանական աշխատանք և ժամանակ, որը նա չի խնայում։ Նոր նախագծի շուրջ աշխատանքը հաճախ ուղեկցվում է սթրեսով, հոգնածությամբ, բայց նաև հավատով, որ արդյունքը պետք է արդարացնի այդ ամենը։ Յուրաքանչյուր դժվարություն ընկալվում է որպես պայքարի մի մաս, որպես անհրաժեշտ քայլ դեպի ավելի ուժեղ, ավելի ազդեցիկ պատմություն։
Սա այն ճանապարհն է, որը հեշտ չէ, բայց Դիանա Գրիգորյանը գիտակցաբար ընտրում է այն, հասկանալով, որ որակը ծնվում է հենց այդ անքուն գիշերներից, լարված նկարահանումներից և ինքն իրեն ներկայացված ամենախիստ պահանջներից, և հենց այդ պատճառով էլ նրա յուրաքանչյուր նոր նախագիծ սպասված է քննարկվող և միշտ մեծ ուշադրության կենտրոնում: Իսկ եթե ցանկանում եք ավելին իմանալ նոր հեռուստասերիալի մասին, ապա միացեք մեր ալիքին: Չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրել, թե որ դերասանին կամ որ դերասանուհուն կցանկանայիք տեսնել նոր հեռուստասերիալում, որը կոչվում է «Գոյամարտ»: Իսկ թե երբ է լինելու հեռուստասերիալը էկրանին, ինչի մասին է լինելու, կիմանաք շատ շուտով, այնպես որ միացեք մեր ալիքին, բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ դաշտում գրեք ինչ գիտեք հեռուստասերիալի մասին և ինչի մասին կցանկանայիք, որ այն լիներ: Դե ինչ, սպասում ենք յուրաքանչյուրիդ կարծիքին: